Ինչ եք կարծում, բնական է, որ բանակում տեղի ունեցող ինքնասպանությունների եւ սպանությունների համար պաշտպանության նախարարին են մեղադրում։ Կարելի է 50-50 եւ մեղավոր է եւ մեղավոր չի։ Կարգերը նենց պետքա դրվի, որ իրար հետ այդ տղայական ռազմորկեքը բանը չլինի։ Երևի էդ է պատճառը։ Ամեն տղա ուզում է կայանա։ Երևի դրա համար վիճաբանություններ պարզ է, ես էլ եմ տղաներ եմ ճանապարհել բանակ, գիտեմ բարքերը, բայց հիմա բավականին բան է փոխվել, ես գիտեմ, առաջվանը չի, իմ կարծիքով։ Բնականը որ մեղադրում են, բայց եկել երեք պաշտպանության նախարարը անձամբ հանդես եկավ, ասեց, որ պաշտպանության նախարարը այդ բոլորին պատասխանատու չի, չէ՞, այդպես բան ասեց։ Ես դες լսել եմ։ Դա այս մի դեպքի համար բան մյուսների։ Դե այս դեպքը դրանցա որ տունն է կատարվել, իրականում երևի կմեղ չունի, բայց մյուս դեպքերը, որ ծառայության ժամանակ է լինում, այդ դեպքերը բնական է, որ ամեն դեպքում բոլորն էլ պատասխանատու են այդ մահացողի համար են։ Ինչ եք կարծում, բնական չէ, որ բանակում տեղի ունեցող սպանությունների եւ ինքնասպանությունների համար մեղադրվում են պաշտպանության նախարարը։ Իհարկե, ողը մեկ չենք մեղավոր։ Իսկ ինչ եք կարծում, ինչպես պետք է խաղացնել։ Այ այդ մի ամբողջ դասախոսություն է պետք կարդալ դրա համար։ Բայց վարչապետն ինչի համար են, բայց նախարարին ինչի համար են, ամեն մեկը իր պոստում որ լինի, ինչ իրավունք ունեն, այդպես բաներ լինի։ Նախարարը ինչ մեղքն է։ Եթե բնական է դեպքը, չէ։ Բնակ թեկուզ ինքնասպանություններին է վերաբերում կամ սպանություն։ Այսինքն պաշտպանության նախարարը թույլ է նշանակում։ Կամ ինքը զորամասերում քիշերը չի մնալ, նայ ով գնավ, ով ելավ, ով սպանեց։ Չէ՞։ Ինքը իր ենթականներ ունեն։ Հասկացա, բայց դուք տեսնում եք իր մեխպես ամեն ինչ, բանակում դեպի Մեղավոր։ Չէ։ Պաշտպանության նախարարին մեղադրելը հիմք չունենք։ Դեպքեր է լինում, որ պաշտպանության նախարարությունը տեղյակ չի լինում ինչա կատարվում ներսում։ Այդ կարելի է մենակ ներսում խնդրել։ Դե նորմալ չի։ Բայց ինքն էլ մեղավոր չի, չգիտեմ, չեմ կարա մեղադրեմ։ Ամեն դեպքում պետք է ներքևից այդ ամեն ինչը փնտրել։ Վերևում շատ պահեր կան, որ վերևում տեղյակ չեն պահում, թաքցնում են այդ ամեն ինչը։ Դրա համար կարող է եւ մեղավոր է, հնարավոր է, որ մեղավորություն էլ կա իրան։ Դե որ տեղյակ չի արդեն այս դրանում էլ մեղավորությունը կա երևի։ Չի ասի։ Մենք իրան չգիտեմ, պաշտում ենք։ Այդքան բար։ Բայց իր մեղավորությունը չեք տեսնում ես։ Դե ջահիններ են բանալը մտը իր մեղավորություն, ես եմ պետք է որ ինքը իշխող լինի, ինքը գլխուներին լինի ամեն հարցի ամեն վատ բանի համար, բայց ոչ չեմ կարասիմ մաղջիկ։ Իսկ կանխարգելման միջոց տեսնում եք դրան։ Կարելի է իհարկե տեսնում ենք, բայց այդպես իսին չեմ կարասիմ։ Ճիշտ չի, նրա համար, որովհետև ինքը միշտ էլ մենք տեսել ենք, որ նա լավ աշխատում։ Լավ է, մեր բանակ հիմա շատ լավ է, ուրեմն ղեկավարն է լավ։ Իսկ պատասխանատու եք համարում այս բանակում տեղի ունեցող ինքնասպանություն։ Ավելի ներքևներին, ով որ ավելի նրանց հետ մոտիկ է։ Այսինքն զինվորն վերևը կարող է մի անգամ ամիս հետ է, բայց նրանք ամեն օր իր մոտ են, այսինքն զինվորներին, նրանք ավելի լավ կպատասխանեն։ Ինչ եք կարծում, բանակում ինքնասպանությունների եւ սպանությունների համար բնական չէ, որ մեղադրում են պաշտպանության նախարարին։ Միանշանակ, որովհետև անգլիագետ մարդը չի կարա երկիր կերավորի եւ երկիր բանակը դնի ու հաթած ստուգիով իջանում։ Նրանք սովոր են ուտելուն, լապելուն եւ գողանալուն, ուրիշ բան չեմ ասում։ Թող այդ հալստի դրանց մզի, մեկնա կուկուրոս չի ուտում, մեկնա միսը չի լապում, բանակում ինչ ակատարվում, մենք ենք մեծասում, բաղուր գակու ժամանակը դու եք մեծասեն սավակ, դու եք ես գազետին սավակ,
որ տանեն սրանք իրաց գլուխներն ուտեն, անկախ իրաց գաղափարի։ Սրանցից բան չկա, լավ բան չես սպասի։ Թրկություն, ստրկություն է ժողովրդին դրան են տանում։ Բանակում էլ անկախ իրանից պետք է լինի եւ գողականը եւ ոչ հարգանքը, ոչ էլ իմանաս ուր ես ընկել, բանակ, թե բարտակ։ Ես տես կարել եմ պատասխանել։ Որտեւ իմ ծառայության ժամանակ այդ բաներ մենք չենք տեսել։ Ճիշտ է, մենք ծառայել ենք 50 տարի առաջ, բայց ոչինչ։ Սենց բարտակ չի եղել եւ ղեկավարը սենց հիմար չի եղել։ Սրանք երկու ոտով մի կոշիկ են հագնում, չեն կարա։ Բնական չեք համարում, որ պաշտպանության նախարարին են մեղադրում բանակում տեղի ունեցող սպանությունների եւ ինքնասպանությունների համար։ Դե պաշտպանության նախարարը իր պարտականությունները պետք է կատարի, պարտադիր է դա։ Անկախ իրանից ինչ ուզում ալնի չլինի, ինքը պետք է ամեն ինչին էլ հետևի։ Ես ծառայել եմ Ղարաբաղում եմ եղել, ծառայել եմ երամսյակներին, ամեն ինչի մասնակցել եմ։ Բայց մեր ժամանակ պաշտպանության նախարարը սեփականություն չէր սարքում, էլի ոնց որ հիմա է սեփականություն, ով ոնց ուզում անց անում է։ Զինվորի մասին չեն մտածում, ահագի զոհալում, այս վերջերս էլի զոհ է եղել բանակում։ Բայց պաշտպանության նախարարը ինչի համար է։ Ինձ շատ է դարձում, եթե պաշտպանության նախարարը չի կարող հետևի տենա որտեղ ինչ է կատարվում, պաշտպանության նախարար դնում են բանի համար, որ բանակը նայի, զինվորին նայի, տեր կանգնի բանակին, ոչ թե մենակ գրպանը լեմ բացելով, ուտել խմելով ապրի, դա չի լինի։ Օրինակ ես համաձայն չեմ, օրինակ մեծ հաճույքով ես նստեի իր տեղը պաշտպանության նախարար, այդ ձևի չէի ղեկավարի, ոնց որ հիմա ինքն է ղեկավարը։ Ես համաձայն չեմ այս պաշտպանության նախարարի։ Ինչ անեմ որ։ Ոչ ելույթ անենում, ոչ խոսում, ոչ բանակի մասին մտածում, ոչ բանի մասին չի մտածում։ Ըստ պահանջի ոչ բան չի անում։ Պաշտպանության նախարարին դնում են բանի համար, որ բանակը տեր կանգնի, նայի, հետևի, տենա ով ինչ անում, ոչ թե կռիվ են անում, իրար են ուտում, դա չի լինում։ Կոմունիստների ժամանակ դա չէ, օրինակ իմ ժամանակ այդպես գոյություն չուներ։ Պաշտպանության նախարարը մտնում էր զորամաս, սա զոր կլնում կհանգնում, հիմա պաշտպանության նախարարը մտնում է զորամաս, ոնց որ մի հատ անցնողը անցնի կողմ։ Ես համաձայն չեմ։